Կինո Մոսկվայի բակում Զոնտիկ ֆիլմի ցուցադրությունն է։ Ֆիլմը իրական փաստերի վրա է հիմնված։ Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Գոշ Հակոբյանը։ Ֆիլմի ցուցադրությանը ներկայ էին գլխավոր դերակատարներ Արուսիկ Գրիգորյանը, Մոսո Կարապետյանը, ֆիլմի պրոդյուսեր Գոշ Հակոբյանը։ Սոհ Ջանիբեկյանը չնայած բոլոր սպասումներին ֆիլմի պրեմիերային ներկա չէր, նա այդ ժամանակ ներկայացման էր։ Մթնոլորտը ջերմ էր, իսկ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ հետևեց ֆիլմին։ Անգամ շատերը նշեցին, որ մեծ սիրով երկրորդ անգամ էլ կդիտեին։ Իրականում ես հենց այդ այն մտածում էի կինոյի վերջում, որ մի հատ էլ գամ ամուսնուս հետ դիտելու, որովհետև ինքը այդ համ ու հոտով տարավ լրիվ այդ սովետական ժամանակները, որում օրինակ ես չեմ հիշում, չեմ եղել այդքան մեծ չեմ, ինչքան որ երևում է, բայց ամեն դեպքում շատ հաճելի էր, շատ հաճելի էր կադրի, ես երիտասարդ ռեժիսորա չեմ ճանաչում իրականում, որովհետև շատ վաղուց եմ, այս սֆերայից դուրս եկել, բայց հիացած եմ, որ կարա երիտասարդ տղան կադրի էսթետիկ որակով սենց սիրուն աչք ունենա, այդ բրավո իրան։ Չեմ կարող ասել կոնկրետ ինչ ուղերձ ունի այս ֆիլմի, գեղարվեստական ֆիլմ է նկարահանված իրական փաստերի վրա։ Իսկ եթե ուզեն մարդիկ նայեն, թող նայեն, ես շատ ուրախ եմ դրա համար միայն։ Շատ հավանեցի ֆիլմը, ուրախ եմ, որ այսպիսի որակով ֆիլմ նկարահանվեց։ Ուզում եմ շնորհավորել ողջ նկարահանող անձնակազմին, դերասաններին, Սոսին, Մովսոին և Գոշին, որովհետև շատ հրաշալի աշխատանք էին կատարել։ Ուրախ եմ, որ այսպիսի պրոյեկտ կա։ Ես իրոք բոլորին հրավիրում եմ ու նույնիսկ չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, միայն կասեմ, որ հաստատ տեսնելու եք իսկական ֆիլմ, ինչը շատ հազվադեպ է իրականության մեջ։ Ինչ վերաբերում է իմ կերպարին, ես մի փոքր, բայց նուրբ կողմն եմ այս ֆիլմի, նուրբ կողմներից։ Իրականում շատ եմ հավանել ֆիլմը, բավականին բարդ և ծավալուն աշխատանք էր կատարված։ Նկարիչը ամուսինս էր, Ներսես Սեդրակյանը, և այդ թվականների ստանալը ինքս տեսել եմ նախապատրաստական աշխատանքներին ինչպես էր պատրաստվում։ Կարող եմ ասել նաև դերասանական խաղի որակի մասին, բարձր մակարդակի վրա էր դերասանական խաղը։ Մի խոսքով ամեն ինչ իր տեղում էր, և երաժշտությունը, և ռեժիսորական աշխատանքը, այսինքն ամբողջ աշխատանքը նկարչական թիմի, օպերատորական թիմի, դերասանական կազմի, բոլորի աշխատանքը ակնհայտ երևում էր։ Դուք որպես հանդիսատես ֆիլմը կդիտեիք երկրորդ անգամ։ Սիրով, առհասարակ շատ չեմ սիրում նայել նույն ֆիլմը երկրորդ, երրորդ անգամ, բայց սա այն ֆիլմն է, որ երկրորդ անգամ նույնպես կնայեի։ Հիշեցնենք, որ ֆիլմը ապրիլի 9-ից սկսած կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում։